Այսինքն երկրի թիվ 1 մերժվածին թվում է, որ ինքը կարող է Հայաստանի Հանրապետությունում օրակարգ թելադրի, օրակարգ ձևավորի, մենք էլ մեր բան ու գործը թողած պիտի նստենք Սերժ Սարգսյանի թեկնածուին, Մասիսի քաղաքապետին բան անել, հա, վերլուծել։ Ես ընդհանրապես չեմ ուզում այս առիթով խոսել։ Մենաշնորհը թողնում եմ քաղաքացիական պայմանագրի պատգամավորներին։ Սա ազգային ժողովի տիրույթում գտնվող հարց է բացառապես։ ՔՊ-ական պատգամավորները հարկ կհամարեն պատասխանել, թող պատասխանեն, հարկ չեն համարի, թող չպատասխանեն։ Ես այլևս, քանի մոտենում ենք 2026 թվականին, մերժվածի, թիվ 1 աթեիստի, ալբանացու, այս շրջանակների կողմից թելադրվող օրակարգին հնարավորինս փորձելու եմ չտրվել, հատկապես երբ որ այդ օրակարգը թելադրվում է Դավիթ Համբարձումյանի դեմքով։ Եվ առանցքային դեմքը այդտեղ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։